Կասկադի վերակառուցման ծրագրի համար որոշ տարածքներ ճանաչվել են հանրային գերակաշահ։ Ծրագիրը նախատեսում է Կասկադ մշակութային հանգույց ճարտարապետական նախագծի իրականացում, որի շրջանակում կվերակառուցվի Համալիրի անավարտ հատվածը եւ կապ կհաստատվի հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել շուրջ 1000 տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, արվեստանոցներ, ինչպես նաեւ ժամանցի եւ հանգստի գոտիներ։ Հայաստանից դեպի Եվրամիություն ուղևորահոսքերը աճել են շուրջ 580%-ով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Միաժամանակ հայկական ավիաընկերությունները Եվրամիության շուկայում ունեն սահմանափակումներ, պայմանավորված անհրաժեշտ ստանդարտների ամբողջական ներդրման բացակայությամբ։ Վարչապետը ընդգծել է, որ անհրաժեշտ է սահմանել հստակ եւ կիրառելի ստանդարտներ, ապահովելու համար ավիացիոն ոլորտի լիարժեք ինտեգրումը միջազգային շուկաներին։ 2025 թվականին Հայաստանից իրականացվել են թռիչքներ շուրջ 70 ուղղություններով 48 ավիաընկերությունների միջոցով, իսկ ընդհանուր ուղևորահոսքը կազմել է մոտ 5.7 միլիոն։ Նախորդ տարի մեկնարկել է մոտ 10 նոր ուղղություն եւ այս տարի եւս նախատեսվում է ընդլայնում եվրոպական եւ այլ ուղղություններով։ Առաջիկայում նախատեսվում է Երևան-Լոնդոն, Երևան-Չվերթի գործարկում։ Բացի այդ, արձանագրվում է առաջընթաց դեպի Ղազախստան ուղիղ թռիչքների հարցում, արդեն հայտարարված մեկնարկի ժամկետներով եւ բացված վաճառքով։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների 2026-ի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի վարկերի ծավալը 8 տրիլիոն 35 միլիարդ 184 միլիոն դրամ է։ Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 354 միլիարդ 654 միլիոն դրամ վարկ, իսկ ռեզիդենտներին 7 տրիլիոն 680 միլիարդ 531 միլիոն դրամ վարկ։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ առաջին անգամ եկամուտ են ստացել նավերի կողմից Հորմուզի նեղուցը հատելու համար գանձվող վճարներից։ Այդ վճարներից ստացված առաջին գումարը փոխանցվել է Իրանի կենտրոնական բանկի հաշվին։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր առևտրային նավերի համար նեղուցը բացելու մասին, մինչդեռ Միացյալ Նահանգները հայտարարել էր ծովային շրջափակումը շարունակելու մտադրության մասին, մինչև վերջնական համաձայնության ձեռքբերումը։ Նավթային շուկաներում արձանագրվել է գների աճ Հորմուզի նեղուցում 3 նավի վրա հարձակման մասին տեղեկությունների հրապարակումից հետո։ Brent տեսակի նավթի գինը հասել է մոտ $103 մեկ բարելի համար, իսկ Միացյալ Նահանգների շուկայում վաճառվող նավթը գերազանցել է $94։ Միաժամանակ շուկայի վրա ազդեցություն է ունեցել նաև քաղաքական գործոնը։ Գների աճը շարունակվել է այն հայտարարությունից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր Իրանի հետ հնարավոր համաձայնության համար հրադադարի երկարաձգման մասին։ Գերմանական Lufthansa ավիաընկերությունը ամռանը մոտ 20,000 կարճ հեռավորության չվերթ կկրճատի։ Պատճառը վառելիքի գների կտրուկ աճն է, բազմաթիվ թռիչքներ դարձել են ոչ շահութաբեր։ Ընկերությունը հայտարարել է, որ կրճատում է եվրոպական երթուղային ցանցը, սակայն ուղևորները նախկինի պես հասանելիություն կունենան համաշխարհային երթուղիներին, մասնավորապես հեռավոր թռիչքներին։ Այսպիսով Lufthansa-ն հույս ունի տնտեսել ավելի քան 40,000 տոննա վառելիք։ Ամերիկյան Microsoft կորպորացիան նախատեսում է առաջիկա 3 տարիների ընթացքում ներդնել շուրջ $18 միլիարդ։ Ավստրալիայում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Նախագիծը միտված է տնտեսության տարբեր ոլորտներում արհեստական բանականության կիրառման ընդլայնմանը եւ արտադրողականության բարձրացմանը։ Ընկերությունը նաեւ նախատեսում է մինչեւ 2028 թվականը վերապատրաստման ծրագրեր իրականացնել ավելի քան 3 միլիոն մարդու համար, ուղղված արհեստական բանականության հմտությունների զարգացմանը։ Իշխանությունները տարբեր հարթակներով պարբերաբար հայտարարում են, որ հանրապետությունում հարկային մուտքերն ավելացել են, ինչն էլ ուղիղ համեմատական է տնտեսական առաջընթացի ու կառավարության կողմից իրականացվող տարբեր նախաձեռնությունների հետ, բայց հատկապես փոքր ու միջին բիզնեսները հաճախ դժգոհում են հարկային ծանր բեռից։ Որպես հակադարձում վարչապետ Փաշինյանը մատնանշում է, որ հենց իրենց իշխանության օրոք են հատուկ պայմաններ ստեղծվել փոքր բիզնեսների համար, այսպես կոչված միկրոբիզնեսի համակարգը։ Մենք առաջիկայում իհարկե տեսնում ենք հնարավորություն միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու։ Հիմա 24 միլիոն դրամ է եւ ակնհայտ է, որ 24 միլիոնի դրամը շեմը այդ թվում գնաճային երևույթների պատճառով հասկանալի
այլևս արդիական չէ եւ մենք մտածում ենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու, որ เป զի նրանք ովքեր փոքր են, իրոք աշխատեն հատուկ պայմաններում, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքրի անվան ներքո խուսափել հարկերից։ Ըստ առաջարկվող նախագծի հարկ պետք է վճարեն ոչ միայն բիզնեսներն ու սովորական քաղաքացիները, այլև հոգևորականները։ Փաշինյանն ասում է, չի հասկանում, թե ինչու պետք է եկեղեցու համար ներմուծվող, բայց ծիսական նշանակություն չունեցող ապրանքները չհարկվեն։ Մոմի վաճառքի շրջանառությունից կուտակվող գումարներն էլ կհարկվեն։ Հարկման համակարգ մուտք գործելու դեպքում հոգևորականները կկարողանան օգտվել օրինակ առողջության ապահովագրության փաթեթից ու եկամտահարկի վերադարձի օրենքից։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք եւ պարտավոր ենք եւ 8 տարի արդեն այդ պատրաստակամությունը արտահայտում ենք, որ եկեղեցու գործունեության հայաստանյաց առաքելական եկեղեցու գործունեության արդյունքում ձևավորված եւ գանձված հարկերը ամբողջ ծավալով մենք պատրաստ ենք վերադարձնել, այդ թվում ֆինանսական թափանցիկությունը ապահովելու նկատառումով։ Մի քանի ամիս է հապկից դուրս գալու կամ չգալու օրակարգը արդիական է Հայաստանի Հանրապետությունում։ Դուրս կգանք հապկից, թե ոչ դեռևս հստակ չէ, բայց կառավարության ղեկավարը վստահեցնում է, ներկայում հապկի հետ աշխատանքների ակտիվացում չի սպասվում։ Կառավարության նիստում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ նախատեսվում են փոփոխություններ անձահաստատող փաստաթղթերի համակարգում ուղղված առկա խնդիրների վերացմանը։ Նրա խոսքով փոփոխությունները վերաբերում են ինչպես անձնագրերի տրամադրման գործընթացին, այնպես էլ համակարգի ընդհանուր կազմակերպմանը։ Նախատեսվում է ներդնել կենսաչափական նոր համակարգ համապատասխան ենթակառուցվածքներով եւ բարձր տեխնիկական ստանդարտներով։ Արդեն մշակված է անձնագրերի նոր ձևավորումը, որը նախատեսվում է ներկայացնել հանրությանը։ Ձևավորման մեջ հաշվի է առնվել ազգային ինքնության ներկայացումը։